Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցների կողմից Սամեգրելո Զեմոսվանեթի ոստիկանության վարչության հետ համակարգված գործողությունների արդյունքում առանց ակցիզային նշանի մեծ քանակությամբ ակցիզային ապրանք պահելու փաստով ձերբակալվել է 1 անձ։ Քննչական գործողությունների արդյունքում Սամեգրելոյի շրջանում մեղադրյալից արգրավվել է վաճառքի համար նախատեսված ընդհանուր առմամբ 38,190 տուփ առանց ակցիզային նշանի ծխախոտ, որի ընդհանուր շուկայական արժեքը գերազանցում է 179,000 լարին, հայտնում է քննչական ծառայությունից։ Քրեական գործը քննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչը նախատեսում է ազատազրկում 6-ից 8 տարի ժամկետով։ Իրականացվում են համապատասխան միջոցառումներ մեղադրյալի հետ հանցակցող անձանց հայտնաբերելու և պատժելու նպատակով։